Բարև ձեզ, Սարվա թեման է, իմ այսօրվա զրուցակիցը հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, դուք օրերս գտնվում եք Սյունիքում, կարելի ասել մի քանի օր այնտեղ լինելով անցել եք այն ճանապարհով, որտեղով պետք է անցնի, այսպես ասենք, թրիպի երթուղին, ինչ եք տեսել, ինչ տպավորություններով եք վերադարձել։ Անցել ենք ամբողջ հատվածը սկսած Նախիջևան-Հայաստան-Իրան սահմանից մինչև Ադրբեջան-Հայաստան-Իրան սահման, ընդ որում անցել ենք ոչ ճանապարհով, որը գոյություն ունի, իհարկե լավ վիճակում չէ, բայց գոյություն ունի եւ որով գնում գալիս է, մենք անցել ենք հենց այն հատվածով, որտեղով նախկինում երկաթգիծն է անցել եւ ըստ ամենայնի հենց այդտեղով թրիպն է անցնելու, իհարկե այնտեղ որոշ հատվածներ ուղղակի ավտոմեքենաների համար անցանելի էին, ստիպված ենք եղել ոտքով անցնել, բավականին դժվար էր, բայց հաղթահարել ենք այդ ամբողջ տարածությունը։ Նշեմ, որ բավական քիչ աշխատանք կա համեմատած նրա հետ, ինչ պատկերացնում էինք մինչ այդ, բայց կա բավական աշխատանք կատարելու եւ աշխատանքները, եթե պիտի արվի դա, ապա աշխատանքները պետք է սկսել դեռևս 3, ընդ որում այնտեղ աշխատանքներ կան, որոնք կապված չեն հենց ուղիղ երկաթգիծը կառուցելու հետ։ Կան աշխատանքներ, որոնք կապված են հողային հարթեցման, ուրեմն տրամաբանության հետ, կան աշխատանքներ, որոնք վերաբերում են գետի եւ լեռան արանքում ինչ որ հատվածներ բացելու հետ, կան հատվածներ, որտեղ պետք է կտրել, կան հատվածներ, որտեղ գետին ավելի մոտ հատվածներում կարելի է ամրացման աշխատանքներ կատարել, այսինքն կան աշխատանքներ, որոնք իհարկե ընդհանուր առմամբ ազդելու են գնացքի այդ երկաթգծի կառուցման վրա, բայց նաև անհրաժեշտ է մեզ, օրինակ հատվածներ, որտեղ, չգիտես ինչու փշալարեր են դրված եւ այդ փշալարերը փակում են Հայաստանի մուտքը կամ հայաստանցիների մուտքը դեպի գետ, բայց այդ հատվածներում կան բավական խոշոր հողակտորներ, որոնք ոնց մի մասը սեփականություն են, կան հատվածներ, որոնք մշակվում են, կան հատվածներ, որոնք կարելի է մշակել, կան հատվածներ, որոնք փշալարի այս կողմում են, բայց այդ հատվածները ընդհանրապես անտերության են մատնված, բայց բավական խոշոր հողակտորներ, որտեղ կարելի են իսկ բնակավայրեր կառուցել, այսինքն բավական աշխատանք կա կատարելու բացի թրիպի տրամաբանությունը, բայց թրիպի տրամաբանության մեջ էլ աշխատանքներ հայկական կողմը լավ կլիներ, որպեսզի սկսեր կատարել, թեև եթե պայմանավորվածությունները այնպիսին են, որ ամբողջ աշխատանքը կատարելու հենց այդ թրիպ կազմակերպությունը, ապա հասկանալի է, որ Հայաստանը սպասում է, որ այդ կազմակերպությունը գրանցվի եւ հետագայում ինչ որ կապալառու ընկերություն վարձի եւ այդ ընկերությունը կսկսի այդ աշխատանքը կատարել։ Ինձ վրա շատ ծանր տպավորություն թողեց հենց այդ փշալարը, որի մասին ես ասացի, ամբողջ երկարությամբ 42 կիլոմետր փշալար է այնտեղ դրված, փշալարեր եւ ցանկապատեր են դրված, որոնք արգելափակում են մեր մուտքը գետին, Արաքս գետին, այն դեպքում, երբ Իրանի կողմից որևէ նման բան չկա, Իրանի կողմում մարդիկ են մոտենում գետին, կենդանիներ են մոտենում, ջուր են խմում, ջուրը օգտագործում են, այնտեղ ավազի հանք կար հենց գետի, անմիջապես բերանին կառուցված, որտեղ բավական մեծ աշխատանքներ են իրականացվում, գյուղ կար, որի տները արդեն հասել էին մինչև գետը Իրանի կողմում, եւ ընդհանրապես տարբերությունը տեսեք մի գետի երկու ափն է, բայց այն կողմը ամբողջությամբ կանաչի մեջ թաղված, բավական այդ ջրի օգնությամբ բավական հետաքրքիր տնտեսություններ էին կառուցված, այս կողմը բացառությամբ 1-2 այդպես մասնավոր այգիների, որոնք շատ փոքր էին, բացառությամբ այդ մի երկու տեղի մնացած հատված ընդհանրապես անտերության էր մատնված եւ նույնիսկ ինչպես ասացի հասանելիություն չկար ջրին, որ ինչ որ մեկը ցանկանար այդտեղ հողակտոր, որտեղ ունեցողներ էլ կան, ինչ որ մեկը ցանկանար իր հողակտորը մշակել, այդտեղ թույլտվություն է պետք այդ նախկինում ռուսական ռազմաբազայից հիմա հայ-ռուսական համատեղ աշխատանքի հետ կապված, այնպես որ բավական այսպես ասեմ, էլի տպավորությունը բավական վատներ, կարծես թե մենք ներսից նայենք աշխարհին, ինչ որ ցանկապատով փակված տարածությունից նայենք աշխարհին, բաց աշխարհին, ազատ աշխարհին, թեև իրականում Հայաստանը եւ Իրանը համեմատրից երբեք չես կարող ասել, որ Իրանը բաց ազատ աշխարհ է, Հայաստանը ընդհակառակ փակ է։ Հայաստանն այսօր շատ ավելի ժողովրդավար է, Հայաստանը այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, հնարավորություններ տալիս իր քաղաքացիներին ազատ գործելու, չգիտեմ, տնտեսություն զարգացնելու եւ այլն, բայց տպավորությունը հենց այն, որ տեսնում ենք, որ այս կողմը փակ է, մարդիկ չեն կարող գնալ, փշալարեր են, տեսախցիկներ են, ստուգումներ են, այն կողմը ամբողջությամբ բաց է, տպավորությունը հակառակն է։ Պարոն Ղևոնդյան, ինչ տրամադրություններ էր բնակիչների մոտ այդ հատվածում, եթե հաշվառենք, որ այսօր իրենք գտնվում են, այսպես ասեմ, աշխարհի կենտրոնում, ուշադրության կենտրոնում։
Հանդիպում ենք ունեցել ամբողջ Սյունիքում, բազմաթիվ համայնքներում, 1-2 խոշոր համայնքում հանդիպումներ չեն եղել, մնացած բոլոր տեղերում հանդիպումներ ունեցել ենք, եւ պետք է նշեմ, որ մոտեցումը խաղաղության գործընթացին ընդհանուր առմամբ դրական է։ Մեխանիզմների հետ կապված իհարկե բավական տարաձայնություններ կան, մարդիկ կան, ում ընդհանրապես դուր չի գալիս, որ թե ինչպես է Հայաստանը աշխատում, Հայաստանի արտաքին քաղաքականություն դուր չի գալիս, բայց խաղաղություն ասվածին, խաղաղության գործընթացին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև իրար վրա չկրակելուն բավական դրական ուրեմն մոտեցում կա, շատ քիչ համարը չեն հանդիպել մարդիկ, ովքեր ասում են, թե ոչ պատերազմը պետք է շարունակել եւ այլն, բոլորն էլ ցանկանում են խաղաղություն, բոլորն էլ ցանկանում են դուրս գալ այս վիճակից։ Տրիպի վերաբերյալ բավական դրական է մոտեցումը, նորից մարդիկ տրամաբանությունը այնքան լավ չեն հասկանում, բայց երբ բացատրում ես, պատմում ես, ասում ես, մարդիկ հարցեր են տալիս, այդ հարցերը որոշ անհանգստություններ կան այդ հարցերում, օրինակ մարդիկ հարցնում են արդյոք հնարավոր լինելու է կարող է Ադրբեջանը տեղափոխել ետնեք թմրանյութ այդ տարածություններով, դե բացատրում ենք, որ թմրանյութ տեղափոխելը միջազգային հանցագործություն է եւ եթե նման բան լինի Հայաստանը ուղղակի թույլ չի տալու, առավել եւս որ Հայաստանի ինքնիշխանությունը այդ հատվածների նկատմամբ հասանելիությունը ամբողջապես պահպանվելու է եւ մարդկաց անհանգստությունները այս ուրեմն տրամաբանությունն ունեն։ Կարող է զենք տեղափոխեն եւ Հայաստանի տարածքում մնան, բացատրում ենք, որ ստորենքների այդպիսի բան չեն կարող անել, եթե տեղափոխում է, պիտի մտնի Հայաստան, այն կողմից պետք է դուրս գա։ Ասում են, թե Իրանը կարող է խնդիրներ տեսնել, թե Իրանի հետ պետք է պայմանավորվել, դա ենք ասում։ Ասում են, թե Ռուսաստանը հարվածներ կարող է հասցնել, եւ այստեղ էլ ասում ենք, որ իրավիճակն այսպիսին է։ Այսինքն մարդիկ կառուցողական են, ունեն անհանգստություններ, ունեն հարցեր, բայց ընդհանուր առմամբ գործընթացների նկատմամբ դրական են տրամադրված։ Պարոն Հայվադյան, իրանական պատերազմից հետո շատերը խոսում էին, որ TRIP նախագիծը, այսպես ասենք, ոնց որ երկրորդ պլան է եղել, հաշվի առնելով Թրամփի զբաղվածությունը Իրանում, բայց երեք Հայաստանում էր Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը, ինչ հաստատեց այդ այցով նա։ Ես նշեմ, որ այցը հագեցած էր, եթե հաշվի առնենք, փորձենք բաժանել տեղի ունեցած զարգացումները կամ ստորագրած փաստաթղթերը Հայաստանում եղած ժամերին, կտեսնենք, որ այնպիսի արդյունավետության մակարդակ է, որ երևի աշխարհում լավագույններից մեկն է, բայց իհարկե դա չէ կարևորը, կարևորն այն է, որ այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին, էականորեն բարձրացնում են Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերության աստիճանը, ոչ միայն փաստաթղթային առումով, որովհետեւ գիտենք, մենք անցանք համապարփակ գործընկերության աստիճանի, որը ըստ էության մեկ քայլ է նվազ Միացյալ Նահանգների համար, ոչ ՆԱՏՕ-ի դաշնակից ընկեր կամ գործընկեր, ոչ ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր այդ կոնցեպտից, ինչը նշանակում է, որ Հայաստանը ընդհանրապես մեկ քայլ է բաժանում հնարավոր ամենաբարձր կարգավիճակից Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների, սա մի կողմ, բայց բացի այս ստորագրված այլ փաստաթղթերը, այդ փաստաթղթերի տրամաբանությունը, ընդ որում ես ուսումնասիրել եմ երեկվանից մինչև այսօր, այդ փաստաթղթերի տրամաբանությունը բացարձակապես այլ որակի, այլ տեսակի հարաբերությունների մասին է, քան մինչ այս մենք ունեինք։ Սկսած TRIP-ից, որի շուրջ համաձայնագիրը փաստացի միջազգային համաձայնագիրը, միջազգային պայմանագիրը արդեն համաձայնեցված է եւ կարելի է ասել, որ աննախադեպ կարճ ժամանակում երկու երկրներ համաձայնեցնում են նման ծավալի պայմանագիր, ինչը խոսում է նրա մասին, որ երկրների շահերը շատ հարցերում համընկնում են եւ բացի տեխնիկական որոշ մանրուքներից այնտեղ հավանաբար քննարկելու բան էլ չի եղել։ Պետք է նշել, որ շատ կարևոր է նաև այդ հազվագյուտ մետաղների ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համագործակցության այդ փաստաթուղթը, ինչը հավանաբար ես հույս ունեմ, որ հնարավորություն կտա վերջապես ազատվել Հայաստանի ընդերքը թալանելու այդ գործընթացներից։ Մենք գիտենք, որ 30-35 տարիների ընթացքում այն պայմանագրերը, որոնք նախկինում են եղել, չեն ենթադրել Հայաստանի Հանրապետության համար արդար մասնաբաժինի տրամադրում, միայն վերջին 4-5 տարիների ընթացքում Զանգեզուրի բնձամոլիբդենայում Հայաստանի Հանրապետությունը մասնաբաժին ունի եւ այդ մասնաբաժինը ստանում է, բայց Հայաստանում բազմաթիվ այլ հանքեր կան, որոնք մասնավորեցվել են, թե ինչպես են մասնավորացվել, հուսանք մի օր կիմանանք, թե ինչու է այդպես մասնավորեցվել կամ ովքեր են այդ մեխանիզմներում անօրինական գումարներ աշխատել, բայց այդ բոլոր գործընթացներում Հայաստանի Հանրապետությունը փաստացի Հայաստանի բյուջեն փաստացի մնացել է խաղից դուրս։ Ես հույս ունեմ, որ այս նոր համաձայնությունը Միացյալ Նահանգների
քաղաքակիրթ վերաբերմունքը Հայաստանի ընդերքին հնարավորություն կտա իսկապես խոսել այն մասին, որ Հայաստանի ընդերքի օգտագործման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը արդար մասնաբաժին է ստանում։ Պարոն Այվոդյան, պետք արտուղարի այցը այս փուլում նախընտրական արդյոք նաև ինչ որ առումով, այսպես ասենք, աջակցության ուղերձ էր Հայաստանին, իշխանություններին հաշվի առնելով, թե այս օրերին ինչ ճնշման տակ է գտնվում Ռուսաստանի կողմից մեր երկիրը։ Իհարկե դա աջակցություն է, բայց դա միջամտություն չէ Հայաստանի ներքին գործերին, ընդ որում ես որևէ խնդիր չեմ տեսնում նրանով, որ տարբեր երկրների վարչակազմեր կարող են աջակցություն հայտնել այլ երկրում, այլ տարբեր քաղաքական ուժերի։ Այդ թվում Ռուսաստանը կարող է աջակցություն հայտնել Հայաստանում ցանկացած քաղաքական ուժի եւ նորից ես այդտեղ խնդիր կամ միջամտություն չեմ տեսնում, մինչեւ այնտեղ որտեղ որ այդ աջակցությունը սկսում է ձեռք բերել ապատեգատվության արշավների ինչ որ ձևատեսակներ, երկրի ներսում գումարների բաժանման համար գումարների տրամադրումներ, այսինքն անօրինական ձևատեսակներ, անօրինական գործողություններ, ապատեգատվության ֆաբրիկաների ձևավորումներ, հիբրիդային հարձակումների որոշակի տնտեսական ճնշումներ եւ այլն։ Սրանք ակնհայտ միջամտություն են երկրի ներքին գործերին, բայց պետության հետ համաձայնագրի կնքումը, որի միջոցով օրինակ կարելի է աջակցություն հայտնել տվյալ պետությանը, դա որևէ դեպքում միջամտություն չէ, աջակցություն է, այո։ Եվ նշեմ, որ մենք աջակցության բազմաթիվ դրսևորումներ տեսել ենք։ Մակրոնը Հայաստանում աջակցություն հայտնեց, Վենսը Հայաստանում աջակցություն հայտնեց եւ նաեւ տեսել ենք, որ օրինակ Պուտինը Մոսկվայից աջակցություն հայտնեց ընդդիմադիր քաղաքական որոշակի ուժերի։ Սա նորմալ է, բոլոր երկրները, նույն Վենսը օրինակ Հունգարիայում աջակցություն հայտնեց Օրբանին, թե Օրբանը պարտվեց ընտրություններում։ Եվ այստեղ մեկը մյուսի հետ խառնել մոտավորապես նույնն է, որ մարդիկ ասում են, ինչ տարբերություն Տրիպի եւ ռուսական FSB-ի ներկայությամբ արտադրածքային միջանցքի միջև։ Տարբերությունը ակնհայտ է, ամեմատելու բան չկա։ Պարոն Այվոդյան, սպասելի էր, որ Ռուսաստանը գնալով ավելի էր հզորացնելու ճնշում Հայաստանի հանդեպ, հաշվի առնենք թե տնտեսական, այսպես ասենք, այդ սանկցիաները, ճանապարհներ փակելը, որոշակի սննդամթերքի ներմուծման արգելքները, նաև բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սուր հայտարարությունները Հայաստանի իշխանությունների հասցեին։ Ավելին ասեմ, համարյա 100%-անոց հավանականությամբ այդ ճնշումները ել ավելի են որ գնահատում առաջիկա 10 օրերի ընթացքում, մինչև հունիսի 7 եւ հունիսի 7-ի օրը, ես սպասում եմ, որ հունիսի 7-ի օրը եւս ճնշումներ լինելու հայտարարությունների տեսքով, նոր ինչ որ բացահայտումների տեսքով, հիշենք, որ փաստաթուղթ էին հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանի պապը չգիտես ինչու Իջևանից գնացել հասել էր Ուկրաինա, միացել էր նացիստներին, կռվում էր խորհրդային զորքերի դեմ, հետո այնտեղ սպանվել է, իհարկե աբսուրդի աստիճանի հասնող նմանատիպ բաներ էլ մենք դեռևս կտեսնենք, բայց տնտեսական ճնշումներն էլ ավելի ուժգին կլինեն, սահմանափակումները ավելի շատ կլինեն, ավելի մեծ ծավալով կլինեն հայաստանցիների նկատմամբ, Ռուսաստանի հայերի նկատմամբ, միգրացիոն որոշակի միգրանտների նկատմամբ որոշակի գործընթացներ կլինեն եւ այլն եւ այլն։ Մենք պիտի ապրենք, մենք պիտի հաղթահարենք այդ ժամանակաշրջանը, ուղղակի այլ տարբերակ չկա եւ այս ամենը տեղավորվում է այն կանխատեսման մեջ, որը օրինակ ես եւ ոչ միայն ես, այլ փորձագետներ եւս արել ենք ապրիլի 1-ին անմիջապես Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։ Պարոն Այվոդյան, օրս նաև սկանդալային տեղեկություններ հրատարակվեցին միջազգային մամուլի եւ վերլուծական կենտրոնների կողմից, այնտեղ նախ բացահայտվեց, որ Հայաստանում գործակալական ցանցի նման ինչ-որ բան է գործում, ներգրաված են նաև Հայաստանի հայտնի գործիչներ կան մեղադրվողներ նույնիսկ, սա ինչ էր նշանակում, ինչի է փուլում, արդյոք նախընտրական սա ինչ-որ քայլ էր, թե իրոք մենք սենց խճճված ենք այդ ցանցի մեջ։ Գիտեք, փաստացի հաստատվեց այն, ինչի մասին կռահում էին Հայաստանի քաղաքացիները, գոնե շատ-շատերը ինձ դրա մասին ասել են, որ այն ուժերը եւ այն դերակատարները, որոնք աշխատում են Հայաստանի Հանրապետությունում, իրականում այնքան էլ մեկը մյուսից անկախ չեն։ Եվ այստեղ փաստացի հաստատվում է, որ այո, նրանք անկախ չեն, նրանք ունեն մեկ ընդհանուր համակարգում։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում քաղաքական գործընթացներով հետաքրքրվող մարդ կար, ով չէր պատկերացնում կամ չէր հասկանում, որ օրինակ Թաթոյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Էդմոն Մարուկյանը մեկը մյուսից անկախ էին պայքարում ռուսական ազդեցության համար Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց փաստեր չկային։ Հիմա փաստացի արդեն կան փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ կա ընդհանուր մեկ համակարգ եւ այդ համակարգման մեջ ամեն մեկն ունի իր դերը եւ այդ դերը կատարում է, որպեսզի ընդհանուր մեկ նպատակը թիրախավորվի։
Հնարավոր է հետընտրական զարգացումներ, որովհետև այս հրապարակված հեռախոսազրույցների մեջ խոսվում էր նաև իրենց բառերով ասած պերևարոտների կամ Ես պիտի նշեմ, որ ամենայն հավանականությամբ Հայաստանից նման խոստումներ են տրվում ռուսական որոշ շրջանակների, այդ թվում կրեմլյան շրջանակների, առ այն, որ նույնիսկ ընտրություններում չհաջողվելու դեպքում մենք զարգացումներ ենք կատարելու, հեղափոխություն ենք փորձելու անել։ Տեսեք, կա խոսակցություն, հիշում եք հրապարակված ձայնագրություն կար, որ ասվում է, թե եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ընտրվի հեղափոխություն է լինելու, ըստ ամենայնի դա այստեղից տրվող տեղեկությունների հիման վրա է այդ կարծիքը ձևավորվում, որովհետև շատ ենք մենք տեսնում Ռուսաստանի կողմից սխալ քայլեր, նույնիսկ իրենց նպատակներին իրագործող ճանապարհին սխալ քայլեր, եւ դրա պատճառը հիմքը կարող է լինել միայն մեկը, որ Հայաստանից սխալ տեղեկություններ են գնում։ Ինչի համար այդ սխալ տեղեկություններ գնում, որովհետև օրինակ Թաթոյանը եթե դուրս գա եւ ասի, որ իմ քաղաքական ուժը հնարավորություն չունի կամ փակ ուրեմն ձևաչափում հայտարարի թե իմ քաղաքական ուժը հնարավորություն չունի 4%-ը հաղթահարելու կամ այդ հնարավորությունները նվազագույն են, կարող է իրեն այլևս չֆինանսավորեն կամ կարող է ռեսուրսներ չծախսեն, այլ ռեսուրսներ չծախսեն իր քաղաքական ուժի վրա եւ դրա համար էլ ամեն մեկը իր դերակատարումը ուռճացնում է, ավելի այդպես լայն է ներկայացնում, օրինակ Սամվել Կարապետյանը կարող է հայտարարել, թե ես հարցում եմ անցկացրել, մենք հաղթում ենք, Քոչարյանը կարող է հայտարարել, թե ոչ Սամվել Կարապետյանը չի հաղթում, ես եմ հաղթում, 51% եմ տամ, 100% եմ տամ, 200% եմ տամ, դե պետք լինի կարծում եմ այդպես էլ կհայտարարեն։ Եվ դրա հիման վրա էլ կարծիք է կազմվում Ռուսաստանում, դրա հիման վրա էլ իրենց այդ համակարգված աշխատանքի այդ տրամաբանությունը ձևավորում են եւ դրա արդյունքում էլ մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում կարծում են, թե Հայաստանում լինելու են հետընտրական զարգացումներ, վատագույն դեպքում այդ հետընտրական զարգացումները նրանք հնարավորություն ունեն հեղափոխություն անելու։ Իրականությունը բացարձակապես այլ է, ես չեմ կանխատեսում, որ հետընտրական լուրջ զարգացումներ հնարավոր են, որովհետեւ նախ անհրաժեշտ է ցանցային պայքար, եթե իհարկե ահաբեկչության մասին չէ խոսքը, դա դնում ենք մի կողմ, անհրաժեշտ է ցանցային պայքարի համար անհրաժեշտ է մարդկային ռեսուրսներ։ Իսկ Facebook-ներում եւ TikTok-ներում ֆեյքերի միջոցով ուրեմն մեկնաբանությունների դաշտ լրացնողները ես չեմ կարծում, որ կարող են դուրս գալ կամ այդքան են, որ կարողանան դուրս գալ փողոց եւ որոշակի որակ կազմել, որոշ քանակ կազմել, որի դեմ որ պետական մեքենան չկարողանա, որովհետև ի վերջո պետությունը ունի իրավապահ մարմիններ ունեն սահմանափակ ռեսուրսներ, այդ ռեսուրսները բավարար են 10,000, 20,000, 30,000 մարդու կողմից հանցանք կատարելը կանխելու համար։ Բավարար չեն, եթե այդ մարդիկ 200,000, 300,000 են։ Հենց այստեղ է խնդիրը, 200-300,000 փողոց դուրս եկող մարդ այս քաղաքական ուժերը չունեն։ Եվ նրանք լավագույն դեպքում նորից փողոց են հանելու այն զանգվածը, որը կարողացել են հանել։ Մենք գիտենք, որ օրինակ 2024 թվականին, եթե չեմ սխալվում, անկարգություններ տեղի ունեցան եւ այդ անկարգությունների ժամանակ 12,000 մարդ էր դուրս եկել փողոց։ Եթե պիտի նորից 12,000 մարդ դուրս գա, ապա դա ոչ մի բանի մասին է եւ շատ արագ կարող են մեկ օրվա ընթացքում կմարեն նման դրսևորումներ։ Ինչ կարծիք ունեք քարոզարշավի մասին ընթացող, որպես արդեն վերջի օրերն են գրեթե մոտենում ավարտին։ Քարոզարշավը ընթանում է այնպես, ինչպես որ պետք է ընթանար, ըստ ամենայնի պարզ է թե ինչ է տեղի ունենալու, փորձ է կատարվում իմ դիտարկման այժմ ընդդիմադիր դաշտում վերադասավորում իրականացնել, կարծես թե Սամվել Կարապետյանը եւ քաղաքական ուժը մի փոքր թույլատնում են դիրքերը, թույլ տալով Քոչարյանին մխրճվել այդտեղ, որովհետեւ ի վերջո հասկացել են, որ 20% Սամվել Կարապետյանի տանելու եւ Քոչարյանի չանցնելու դեպքում ավելի լավ է Սամվել Կարապետյանը տանի 15%, բայց Քոչարյանը եւս կարողանա անցնել 8-9% էլ Քոչարյանը կարողանա ստանալ, բայց դրա դեմ Հայաստանի իշխանությունները իրենց տեխնոլոգիաներն են կիրառում, օրինակ ակտիվացնում են Գագիկ Ծառուկյանին, որը այսպես թե այնպես անցնում է ազգային ժողով, իհարկե Գագիկ Ծառուկյանը կարող է տեղակ չլինել դրա մասին, բայց իշխանությունների համար դա ձեռնտու է, որ Գագիկ Ծառուկյանը ստանա ոչ թե 5%, այլ ստանա 8%, բայց Քոչարյանը չանցնի։ Այսինքն նմանատիպ տեխնոլոգիաներ իհարկե կիրառվում են, թե ինչ արդյունք դրանք կտան, մենք մի քանի օրից կտեսնենք։ Եվ վերջում պարոն Ղևոնդյան, վաղը զորահանդես է տեղի ունենալու, սա մեր պարտությունից հետո առաջի անգամ է զորահանդես լինելու, քննադատություններ կան, թե արդյոք պետք է ընդհանրապես զորահանդես անցկացնել, սա նախընտրական քարոզ էր ավելի շատ,
ձեր մեկնաբանությունը ընդհանուր առմամբ զորահանդեսի հետ կապված։ Սա այն դեպքն է, երբ պետության շահերը համընկել են կուսակցության շահերի հետ եւ շատ լավ է որ համընկել են։ Զորահանդեսում ես մի փոքր անոնս անեմ, տեսնելու ենք շատ հետաքրքիր զինատեսակներ, շատ հետաքրքիր երկրներից, որոնց վերաբերյալ նախկինում ընդհանրապես պատկերացում չկար։ Նշեմ, որ արդեն կարծում եմ տեղյակ են մեր ուղդիրները, որ փոխվել է զինանշանը բանակի եւ այնտեղ հայտնվել է մի սիմվոլ, որը ես կանխատեսում եմ, որ կտեսնենք նաև վաղը զորահանդեսի ժամանակ այլ տեղում, չբացեմ շատ փակագծերը, այնպես որ այս զորահանդեսը ակնհայտորեն ցույց է տալու, որ Հայաստանի ռազմական ուժերը այլևս այլ որակ, այլ տեսակ, այլ հնարավորություններ ունեն, քան ունեցել են նույնիսկ մինչև 2020 թվականը, ընդհանրապես համեմատելի չի, եւ հուսանք, որ նման զորահանդեսներ անկախ ընտրություններից մենք ավելի հաճախ կտեսնենք ապագա։ Շնորհակալություն։ Սարվա թեման էր իմ զրուցակիցը հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք առայժմ։